Փողն արթնացնելուց առաջ պետք է հիշել, այն կարող է ծառայել ձեզ, կարող է եւ ուտել։ Հաղորդում ռիսկի, շահույթի ու միլիարդների մասին։ Արթուն փողեր Նորայր Մովսիսյանի եւ Սաթեն Միքայելյանի հետ։ Երբ փողն է աշխատում ձեզ համար, այլ ոչ թե դուք փողի։ Մի հետաքրքիր փաստ։ Եղել են տարիներ, երբ աշխարհի խոշորագույն 100 ֆոնդից տարին եկամտով փակել են միայն 11-ը։ Այդ հսկա ինստիտուտները, որոնց տրամադրության տակ կան միլիարդավոր դոլարներ, հազարավոր աշխատակիցներ ու հսկայական ինֆորմացիա, միևնույն է տարին փակում են բացասական արդյունքով առանց եկամտի։ Հետևաբար որևէ թրեյդեր չի կարող գլուխ գովել, թե աշխատում է բացառապես շահույթով։ Բացասական գործարքները ևս բորսայում աշխատանքի մի մասն են, որոնց մասին սակայն թրեյդերները խուսափում են խոսել։ Արթուն փողերի այս թողարկմանը Նորայր Մովսիսյանը պատմում է բացասական ընթացքով գործարքների կառավարման հմտությունների մասին։ Լրատվական ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում Արթուն փողեր հաղորդաշարը։ Բարև ձեզ։ Տաղավարում է հաղորդման հեղինակը թրեյդեր Նորայր Մովսիսյանը, ողջույն Նորայր։ Ողջույն։ Եվ ես Սաթեն Միքայելյանս։ Մի շատ հետաքրքիր թեմա է առաջարկել Նորայրը խոսելու համար, հիմա ես փորձեմ այդ ձևակերպումը տամ։ Թրեյդերների բացասական գործարքները, որոնց արդյունքը ոչ միշտ է բացասական լինում։ Այսինքն խոսելու ենք մի բանի մասին, որ դիցուկ այս պահի դրությամբ ինչ-որ բան վաճառել եք կամ գնել եք ու բացասական արդյունքով, հա? Բացասական ընթացքով։ Բացասական ընթացքով։ Այսինքն սկսենք այսպես, փորձենք պարզել։ Երբ ընթացքը դառնում ելք, որ հասկանանք ի վերջո արդյունքը բացասական էր թե չէ։ Ինչի մասին է խոսքը գնում, ես խնդրեցի Նորայրին, որպեսզի նախքան ձայնագրությունը ինձ չպատմի ամբողջությամբ։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում բացասական ընթացքով դրական ելքով գործարքներ։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես նախ կուզեմ ասեմ, թե ինչու որոշեցի, որ վերջապես խոսենք այս թեմայի մասին, որովհետև սա թեմա է, որի մասին որպես կանոն չեն սիրում խոսել հենց իրենք թրեյդերները, եւ նրանք չափում են, այսպես ասած, իրենց հաջողությունը արդյունքներով, եւ եթե նույնիսկ այն դեպքում, երբ արդյունքները կլինեն դրական, միշտ չէ, որ դրանք արդարացված դրական արդյունքներ են եւ որոշ դեպքերում այդ դրականը եղել է բախտի բերմամբ եւ դա ֆինանսների ճիշտ կառավարման արդյունք չէ։ Եվ բացասական գործարքների մասին նաեւ չեն խոսում, որովհետեւ մտավախություն ունեն բոլորը, որ դա կարող է վնասել իրենց հեղինակությանը եւ կամ իրենց նկատմամբ վերաբերմունքին եւ առանց այդ էլ ոլորտի նկատմամբ վերաբերմունքը մի այդպիսի լավ այսպես իրավիճակում չէ։ Ես կոնցեպտը կուզեմ ընդհանուր ներկայացնել, որպեսզի հասկանանք ինչ է նշանակում բացասական ընթացքով դրական գործարք։ Տեսեք, դիցուկ մենք գնել ենք որևէ ապրանք, չգիտեմ, ոսկի ենթադրենք կամ նավթ շուկայում, ինչ որ X գնով եւ նպատակ ունենալով, որ այն կթանկանա եւ մենք ավելի թանկ կվաճառենք եւ կստանանք համապատասխան շահույթ։ Եվ նախատեսել ենք, որ այդ նավթի արժեթղթերը կամ ոսկու ինչը որ մենք գնել ենք, կպահենք ենթադրենք 1 շաբաթ, 1 ամիս կամ 1 տարի, կախված թե ինչ ժամկետով մենք գործարքներ ենք արել։ Այդ ընթացքում լինում են դեպքեր, երբ իրադարձությունները չեն զարգանում կամ միանգամից չեն զարգանում մեր ուզած սցենարով եւ տվյալ ապրանքը սկսում է էժանանալ։ Եվ ենթադրենք մենք X գումարով գնել ենք եւ 1%-ով գինը ընկել է։ Քանի դեռ մենք չենք հրաժարվել այդ ապրանքից, այսինքն մենք հետ չենք վաճառել արդեն ավելի էժան գնով, բնականաբար մենք չունենք այդ կորուստը, այսինքն այդ կորուստը ըստ էության մեր հաշվեկշռից դուրս չի եկել։ Բայց երբ նայում ենք ընթացիկ թվերին, մենք բացասական ընթացքի մեջ ենք։ Եվ այստեղ իհարկե առաջանում է առաջի հարցը, թե արդյոք արժե պահպանել գործարքը եւ այդ դիրքը, որում մենք ենք, թե պետք է դուրս գալ, որովհետեւ եթե պահպանենք դիրքը, կա ռիսկ, որ ավելի շատ կեժանանա եւ հետագայում ելքից հետո ինչ-որ մի օր պիտի դուրս գանք այդ գործարքից, թե չէ։ Եվ ելքի պարագայում մենք ավելի շատ կունենանք կորուստներ, քան կունենայինք, երբ սկզբում դուրս գայինք, եւ իհարկե կա հնարավորություն, որ իրավիճակը կշտկվի, գները կսկսեն բարձրանալ եւ մենք գոնե այն նույն գնով, որով որ գնել էինք, ու գումարած միջնորդավաճառները եւ մնացած ծախսերը, կկարողանանք այսպես ասած 0-ով դուրս գալ եւ կամ լավագույն դեպքում որոշակի շահույթով դուրս գալ։ Եվ ահա այս իրավիճակում որոշումների կայացումը նույնպես շատ կարևոր է եւ առանձին աշխատանք է պահանջում։
նույնքան աշխատանք, որքան որ պետք է, որ կարողանաս գումարները ճիշտ կառավարել։ Ինչու չեն խոսում, սա իհարկե բնական process է, նորմալ եւ չկա որևէ trader եւ չի եղել եւ չի լինի որևէ trader կամ ֆոնդի կառավարիչ կամ շուկայի որևէ մասնակից, ով չի ունեցել այսպիսի եւ չի ունենա այսպիսի ընթացքներ։ Ամբողջ խնդիրը այն է, թե ինչպես կկառավարեն այդ բացասական ընթացները։ Չէ խոսում սրա մասին, որովհետև երբ ենթադրենք գնացել է սցենարը զարգացել է ցանկալի ձևով եւ ունեցել են դրական արդյունքով ելք եւ ստացվում է, որ ահա տեսեք, ամեն ինչ շատ լավ է, մեր գործարքները գնում են դրական ելքով։ Բայց հարցը թե մինչեւ այդ դրականին հասնելը բացասականը ինչքանի է եղել եւ հետեւաբար ինչքան մեծ ռիսկերի տակ մտել այդ հաշվեկշիռը, այդ հաշիվը, որը փաստորեն կառավարվել է։ Շատ դեպքերում հոգեբանությունը այսպիսինն է լինում։ Մարդիկ առնում են որոշակի ապրանքը սկսում է էժանանալ, նրանք կա էժանանալու թույլատրելի սահման, այդ սահմանին հասնելը մինչև որևէ անհանգստություն չկա, ամեն ինչ իր հասկողության տակ է, հասնում է թույլատրելի սահմանին, մարդիկ որոշում են չվաճառեն դեռ, որպեսզի չունենան այդ կորուստը, ավելի էժանանում, ավելի բավական մեծ հնարավոր կորուստների մակարդակի է հասնում, բայց իրադարձությունները փոխվում են, սկսում է թանկանալ եւ այս դեպքում ամենափոքր դրական արդյունքի դեպքում անմիջապես գործարքից դուրս ես գալիս, որովհետեւ բայց դա չի լինում այն նախնականը, հնարավորինս ազատվես այդ գործարքից, բայց եւ մարդը, որ հետաքրքրված է քո գործարքներով, նա կդիտի եւ կտեսնի, որ ահա ինչ լավ է դրական արդյունքով դուրս ես եկել, առանց խորքը տեսնելու այդ ամենի, որ սա այն գործարքն է, որ 0.5% եկամուտ է բերել, որը սակայն կարող էր տանել ենթադրենք 10% կորուստ։ Ահա այստեղ է գլխավոր խնդիրը, որ պետք է անպայման ուշադրություն դարձնել եւ իմանալ, թե որտեղ է պետք պահպանել սթափությունը եւ այնուամենայնիվ բացասական ելքով դուրս գալ, որովհետեւ մեծ հաշվով արդյունքները չափվում են միավոր ժամանակում, դա կնի ամսական արդյունք, կիսամյակային, երամսյակային, տարեկան եւ այլն։ Ես միշտ խորհուրդ եմ տալիս եւ նախընտրում եմ միշտ այդ բացասական գործարքների դեպքում դուրս գալ այն մակարդակում, որը որ յուրաքանչյուր տրեյդերի կամ կառավարիչի համար իր ռազմավարության համար եւ կամ իր այսպես հաշվի կամ ֆոնդի կանոնակարգի համաձայն թույլատրելի սահմանն է։ Իսկ այդ որտեղից որտեղ կարող է տատանվել թույլատրելի սահմանը։ Յուրաքանչյուրի մոտ Ոչ թե թվով եմ ասում, այլ ըստ գործարքի ասենք տոկոսը տեսեք յուրաքանչյուրը ինքն է որոշում իր համար թույլատրելի կամ սահմանը դա կլինի 1%, կլինի 2, 5, 10 կամ 50, յուրաքանչյուրը ինքն է որոշում, այսինքն կա ռազմավարություն, դու հստակ դա մշակել ես եւ հստակ պարտավոր ես դա պահպանել։ Եվ որքան շատ պահպանես, եթե քո ռազմավարությունը լավ է մշակված եւ պրոֆեսիոնալ է եւ փորձված է, որքան լավ պահպանես, այնքան ավելի լավ։ Ֆոնդերի դեպքում այդ պահպանմանը հետևում են հերասկիչ մարմինները, մեր դեպքում կենտրոնական բանկը, որոշ դեպքերում առանձին հանձնաժողովներ, ովքեր հետևում են եւ աուդիտները հետևում են, որպեսզի դու պահպանես այդ ռազմավարությունը, թույլատրելի սահմանը, որոնք որ կան։ Հակառակ պարագայում դու մեծ ռիսկերի տակ ես մտնում եւ այստեղ շատ կարևոր բան կա։ Միշտ չի, որ եթե դու գործարքից դուրս ես եկել բացասական ելքով, դա ուրեմն սխալ է։ Դա իրականում շատ դեպքերում շատ ավելի ճիշտ է, քան պահպանել է դիրքը եւ հույս ունենալ, որ ինչ որ մի օր իրավիճակը կփոխվի։ Եվ հակառակը միշտ չէ, որ երբ դու դրականով փակեցիր գործարքը, դա ճիշտ էր։ Որովհետև հաշվի առնելով թե ինչև է դրականին հասնել ինչեր են տեղի ունեցել, բնականաբար դերս այստեղ առաջին խոճապիչը մատնվել, երբ սկսում են բնականաբար այստեղ հոգեբանական գործոնը շատ մեծ է եւ այստեղ պետք է կառավարել էմոցիաները, եթե դու կարողացար նախ յուրաքանչյուր եթե դու մշակում ես ռազմավարություն, եթե դու գիտես, որ քեզ համար թույլատրելի սահմանը ենթադրենք 2%-ն է, դու պիտի նաև հոգեբանորեն պատրաստ լինես, փակես այն գործարքները, որոնք կտանեն քեզանից 2%
որոնք կբերեն քեզ 2% կորուստ։ Եթե դու պատրաստ ես նման կորուստների, դու պիտի փոխես ռազմավարությունը։ Միգուցե կրճատես թույլատրելի կորուստների սահմանը եւ համապատասխանաբար նաեւ պատրաստ լինես ավելի ցածր եկամտաբերության, որտեղ որքան ռիսկայնությունը ցածրացնես, այնքան համապատասխանաբար եկամտաբերությունն էլ իջնելու է։ Այսինքն այստեղ մեծամասնությունը պատրաստ են լինում հոգեբանորեն ստանալ խոշոր եկամուտներ, բայց պատրաստ չեն ունենում համապատասխանաբար ունենալ կորուստներ։ Եվ նաև մեծ հաշվով ամենակարևորը չի կարելի այդ process-ին նայել մեկ գործարքի պրիզմայով։ Այդ է ուզում ասել, երբ ասում ենք ռազմավարություն, մենք յուրաքանչյուր գործարքի համար չենք հասկանում, չէ՞, այսինքն ընդհանուր տրամաբանություն, գործարքների փաթեթի։ Այո, եւ կորուստներին նաև պետք է նայել ընթացիկ, այսպես ընթացիկ process, որ այս մի գործարքում եղավ, մյուսում չի լինի եւ միավոր ժամանակում դու դրական արդյունքով դուրս կգաս եւ ոչ ոք չի ասում, որ եւ չի լինի այդպես, մի ամիս եղավ կամ 6 ամիս եղավ, բայց չի կարող հավերժ քո բոլոր գործարքները բացառապես դրական ելքով լինեն եւ բացառապես ճիշտ։ Այսինքն պետք է այդպես մեծ նայել, պետք է խոշոր նայել այդ ամեն ինչին եւ այդ դեպքում այդ կորուստների նկատմամբ այդ վախերը եւ նաեւ կորուստների մասին խոսելու վախերը կվերանան։ Եվ յուրաքանչյուր բանիմաց մարդ կամ ողջամիտ մոտեցում ունեցող մարդ շատ նորմալ կընդունի դրան, ես իմ հորդորն է, որպեսզի որևէ մեկը այդպիսի կաշկանդվածություններ չունենա, որտեղ դա խանգարում է նախ գործին, խանգարում է անմիջականությանը եւ անկեղծությանը գործընկերների հետ շփմանը եւ ի վերջո բերելու է խնդիրներ, որտեղ միշտ չի որ բախտի գործոնը կաշխատի եւ այդ թույլատրելից ավել կորուստի ընթացք ունեցող գործարքը կշրջվի եւ կգնա վերև եւ դու կունենաս դրական ելքով գործարք։ Շատ լավ, հիմա դադար տանք, լուրեր լսելու ժամն է, մենք շարունակենք մի քանի րոպեից եւ մեր ռադիո դիտողներին ասանք, որ հաղորդման հաջորդ հատվածների ակտիվ հղումը այս տեսանյութի ներքևի մասում է։